Եկեք տեսնենք, որ չակրան է ձեր արգելափակված։ Ովքեր ուղղելու են հարցը, կա այնտեղ արգելափակում, թե ոչ։ Հարց եք տալիս իմ 7 չակրաներից, իմ ձեր անունը, 7 չակրաներից, որ մեկն է փակ, արգելափակված։ Եվ ես անցնում եմ կանխատեսման, չմոռանանք, որ կարող է 80%-ին իմ այս կանխատեսումը համընկնել, իսկ 20%-ին ոչ, իսկ եթե կունենաք հարցեր, կցանկանաք իմանալ, թե ձեր որ չակրան է փակ, հետագայում կաշխատենք և այդ արգելափակումը կվերացնենք։ Եվ այսպես, որ չակրան է ձեր փակ։ Երկրորդ քարտ է ուզում։ Թրթուրների հետ է դա կապված։ Ձեր ամենաառաջի կունդալինի չակրան է ձեր փակ, դա կապված է աստրալ երևույթների հետ, այսինքն աստրալ թրթուրների հետ, դա ինչի հետ կապ ունի, տեսնում եք, դուք կարող է լավ մարդ լինեք, բայց այստեղ կան մարդիկ, ովքեր ծնվել են ձեր էներգիայով և ձեր առաջի չակրան փակ է, կունդալինին, դա մատերիալնի պլանն է, այսինքն հնարավոր է ձեզ մոտ ֆինանսների հետ կապված այսօրվա դրությամբ խնդիր լինի, իսկ կունդալինին դա մի չակրա է, առաջի չակրան, որը որ եթե դու կարողանում ես արգելափակումից դա բացել, ողնաշարի հետ մեծ կապ ունի, երբ սկսում է նա արթնանալ, դա վերջն է լինում, ամեն ինչ քեզ մոտ դեպի լավը կգնա, բայց այստեղ թրթուրներ կան, որը պետք է մաքրել։ Իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է սա կապ ունենա այն անձանց հետ, ովքեր որ այնինչ իրենց տված չէ, թրթուրների հետ կապ ունի, այսինքն դուք սնվում եք մարդկանց էներգիայով, որովհետև ձեր էներգիաները, որպես մատերիալնի պլան, ֆինանսային, մատերիա, որ հողի վրա կանգուն, փակ է, ինչու, որովհետև երբ որ չկա հոգևոր արժեք մարդու մոտ, մարդ միայն մտածում է գումարներ աշխատելու համար և այլն, կարող եմ ասել, որ ձեզ հաստատ տրված չէ, և եթե դուք որոշում եք ինչ-որ պորտալներ բացել այդ ցածր էներգիայով, նյութականից կախվելով, դե բնական է ձեր մոտ չէր էլ աշխատելու առաջի հենց ձեր չակրան, թրթուրի մասին